Պարոն Ալթունյան։ Չեմ խոսում ես։ Չեմ ուզում։ Դուք եք ԿՊ-ի աջակից։ Ոչ, ես երաժշտության աջակից եմ։ Գիտեմ, որ դուք մշակութային։ Այո։ Բա ինչ եք եկել այստեղ։ Քայլում եմ քաղաքում։ Բայց այսօր կեսօրից Քաղաքացիորեն այսօր։ Ահա, դուք եկել եք նշելու մի խոսքով։ Այո։ Կիսում եք այս հայացքները։ Ես իմ ժողովրդին սիրում եմ, ես հայ ժողովրդին եմ սիրում ու ես ուզում եմ, որ իմ երկիրը լինի խաղաղ, լինի երջանիկ եւ բոլորը ապրեն մեկը մյուսին սիրելով ու հարգելով։ Հիմա դուք տեսնում եք այդ միտումը սիրելով բոլորը իրար սիրելով։ Նայեք, դուք ինձ հիմա քաղաքական հարցեր եք տալու, ես չեմ քաղաքական հարցեր եք տալիս, ես չեմ պատասխանելու։ Ես ինձ չեմ համարում ոչ քաղաքական գործիչ, ոչ էլ քաղաքականության մեջ։ Ես երաժիշտ եմ եւ չեմ պատասխանել այդ հարցերին։ Քանի որ ես ձեր երգերը հիշում եմ 44-օրյա պատերազմի ժամանակ, որոնք մեծապես ազդեցություն էին ունենում այդ ժամանակի մեր բարոյահոգեբանական վիճակի վրա, հաղթանակ կերտելու եւ այլն, բայց ուզում եմ հասկանալ ձեր որպես մշակութային գործչի տեսակետը Արցախի անկումից հետո, քանի որ երբևէ չենք լսել ձեր տեսակետները, բայց հիմա դուք այստեղ ներկա եք։ Նայեք, նորից դուք հիմա սլակը տանում եք դեպի քաղաքականություն։ Ես պատասխանեցի ձեզ, քաղաքական հարցերի չեմ պատասխանում։ Ի՞նչն է քաղաքական։ Դե չեմ պատասխանում, եթե երաժշտությունից հարցեր, եթե արվեստից, էլի գրել եմ եւ ես շարունակելու եմ միշտ գրել հայրենասիրական երգեր, բայց նորից եմ կրկնում, քաղաքական հարցեր մի տվեք, եթե արվեստից հարցեր ունեք, խնդրեմ։ Արցախի մասին եք շարունակել։ Արվեստից եթե հարցեր ունեք, ես գրելու եմ միշտ հայրենասիրական երգեր։ Վերաբերյալ Արցախի։ Տեսեք, նորից պրովոկացիա եք անում, ասեմ գրել եմ։ Ձեր անուն ինչպես է, Մերի ջան։ Միշտ գրել եմ հայրենասիրական երգեր ու միշտ սատարել եմ իմ ժողովրդին։ Շնորհակալություն։